Պարոն Պապյան, կարող եք ներկայացնել այսօր ստորագրված ուշագրի բովանդակությունը։ Այո, իհարկե։ Մենք այսպիսի ուշագրեր ունենք մի քանի միությունների հետ նմանատիպ բովանդակությամբ, որոնց հիմնական ուղերձը հետևյալն է. պետությունը եւ մասնավոր հատվածը համատեղ աշխատելու են իրար հետ, իրար աջակցելով, որպեսզի ոլորտներում բարեփոխումներ տեղի ունենան։ Մասնավորապես, օրինակ, օրենսդրական նախաձեռնություններ իրականացնելիս մի կողմից սա մեզ համար այդպես չեմ ուզում դասել, որ դա պարտավորություն է, մենք հանձնառություն ենք վերցնում, իրականում դա մեր համար շատ օգտակար է։ Բոլոր նախաձեռնությունները, որոնք ոլորտին վերաբերում է, առաջին հերթին քննարկենք ոլորտի շահագրգիռ կազմակերպությունների այդ միությունների հետ, նոր անցնենք, այսպես ասած, հաջորդ ընթացակարգերին, այսինքն եթե օրինակ էկոնոմիկայի նախարարությունը հանքարդյունաբերության վերաբերյալ որևէ նախագիծ կներկայացնի հանրությանը, ապա դա ամենայն հավանականությամբ արդեն իսկ քննարկված է։ Իհարկե կարող է համաձայնեցված չլինի, մենք պարտադիր չի, որ մենք համաձայնեցնենք, բայց քննարկում ենք, իրենց լսում ենք, իրենց դիտարկումները հաշվի ենք առնում, հետո նոր նախաձեռնությունները առաջ են գնում եւ այսպես շարունակ։ Երկրորդը նաեւ, որ իրենք են, այսպես ասած, վերցնում հանրություն նախարարությանը իրենց արդեն հողի վրա մասնագիտական կարծիքներ տրամադրելով եւ իհարկե պարբերաբար այդպիսի միջոցառումներից արդյունքում պարբերաբար իհարկե շփումներ են իրականացնում, սովորաբար դրանք ամիսը մեկ նախարարության տարածքում, երբեմն տարվա մեջ 1-2 անգամ նաև որոշակի կազմակերպությունների տարածքներում, հա, որպեսզի փոխադարձաբար նաև իրար ինչ ենք մենք մտադիր անել, ինչ է սպասվում, ինչու ենք այս կամ այն գործողություն անում, իրենք ինչ խնդիրներ ունեն, իրենք ինչ խնդիրներ ունեն, իրենք ինչպես են պատկերացնում հարցերը, սրանք օգնում են մեզ, որպեսզի մենք անընդհատ առաջին ձեռքից ստանանք տեղեկատվություն եւ միևնույն ժամանակ մեր բոլոր քաղաքականությունները դրանք չլինեն կաբինետային, այդ քաղաքականությունները լինեն հողի վրա եւ իրական կյանքից բխող եւ իրական կյանքի խնդիրները, խնդիրներն ու հնարավորությունները սպասարկող։ Պարոն Պապյան, այսօր մի քանի ելույթներ լսվեցին եւ խնդիրներ բարձրացեցին մասնավոր սեկտորը, նաեւ ներդրումային գրավչության տեսակետից։ Դուք որպես էկոնոմիկայի նախարար, ինչ մարտահրավերներ եք ոլորտային ձեզ համար առանձնացրել, այսինքն ինչ կարող եք դուք ասել խնդիրների մասով որպես նախարար։ Ոլորտում այս պահի դրությամբ, եթե նայենք, ամենամեծ երկու խնդրեմ ունենք մենք, երեք խնդրեմ։ Իհարկե այսօր շատ խոսվեց խնդրեմ մեկի մասին, դա նա է, որ որոշ հանքավայրեր իրենք օրինակ 15-20 տարի հետո կարող են այլևս չլինել, հետեւաբար նոր որոնումներ պետք է իրականացնել, որպեսզի եթե մեզ համար սա առաջնահերթ ոլորտը մենք շարունակենք այստեղ ներդրումները եւ շարունակի դա դառնալ մնալ տնտեսության կարևոր ճյուղերից մեկը։ Երկրորդը դա բնականաբար ժամանակակից պայմաններին համապատասխան բնապահպանական ստանդարտներ ունենալն է, որովհետեւ շատ կարևոր է, որպեսզի հանքարդյունաբերությունը ինքը միայն տնտեսական օգուտներ բերի կամ եթե ինքը բնապահպանական խնդիրներ պիտի առաջացնի, այդ բնապահպանական խնդիրները լինեն մաքսիմալ նվազագույն, այսինքն հանրության համար դրանք մաքսիմալ նվազագույնը լինեն, եւ երրորդը իհարկե որը արդեն էկոնոմիկայի նախարարության ուղղակի ուրեմն հետաքրքրության եւ ուսումնասիրության եւ աշխատանքի տիրույթում է, դա արտադրական շղթաների երկարացումն է։ Ինչ նկատի ունենք արտադրական շղթաներ ասելով, այսօր մենք հիմնականում արդյունահանում ենք եւ այդ մեր արդյունահանվածը ըստ էության արտահանում ենք, բայց մենք աշխատանք ունենք օրինակ Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի կամ Ամուսարի հանքի հետ, որ ի վերջո մենք անցնելու ենք ավելի բարդ, ավելի երկար արտադրական շղթաների, ավելի տնտեսապես բարդ արտադրանք ենք թողարկելու, որովհետև նախարարության, այսպես ասենք, խնդիրներից մեկը մեր տնտեսության բարդության աստիճանը մեծացնել, դուք գիտեք, որ կա տնտեսական բարդության ինդեքս, վերջին տարիներին այդ ինդեքսում մենք բավականին դրական զարգացում ունենք, բայց պիտի շարունակենք աշխատել եւ էական օրինակ մեր տնտեսության
ներողություն մեր տնտեսության բարդությունը էական կավելանա, եթե մենք պղնձի հանքաքարից օրինակ անցնենք պղնձի ձուլակտորի, եթե մենք ոսկու հանքաքարից անցնենք ոսկու ձուլակտորի, բնականաբար էլ ավելի կերկարի այդ process-ը, եթե ձուլակտորը դառնա օրինակ մետաղալար, եթե մետաղալարն էլ դառնա, ենթադրենք ուրեմն ռելեն էլ դառնա, չգիտեմ, ինչ որ էլեկտրական որևէ սարքավորում կամ դրա մաս։ Այսպես այս առումով կարծում եմ, որ սրանք հաջորդական են, մենք խոսակցություն ունենք, իհարկե ռազմավարական որոշումներ պետք է կայացնենք, որովհետև նույն ԶՊՄԿ-ն ասում է, որ դա հնարավոր է, պարզապես պետք է հանքերի տարածքները եւ արտադրական հնարավորությունները ավելացնել, այսինքն եթե մենք որոշում կայացնենք, որ այդպիսի այդ քայլին են գնում, այսինքն դա պետքա լինի շատ կարեւոր ռազմավարական որոշում, որը նաեւ մեր հանրության հետ պետքա քննարկենք, այսինքն եթե մենք ուզում ենք բղնձաձուլարան, ապա պետք է էապես ավելացնել արդյունահանման ծավալները, բնականաբար դա կբերի բղնձաձուլարանի լինելիության, դա կբերի ավելի շատ հարկերի, ավելի շատ աշխատատեղերի, ավելի զարգացած տնտեսության, բայց սա հեշտ որոշում չի եւ այս որոշումը բնականաբար պետք է մեր հանրության հետ համատեղ կայացնել։ Գեոպոմանինգի եւ Ես կարծում եմ, որ վստահաբար այո, որովհետև տեսեք նույն արևմտյան Եվրոպայում հանքարդյունաբերությունը շատ բարձր տեմպերով զարգանում է, Ամերիկայի Միացյալ Նահանգներում հանքարդյունաբերությունը զարգանում է եւ տուրիզմն է զարգանում նույն արևմտյան Եվրոպայում, իսկ շատ հեռու էլ պետք չի գնալ, երևի թերևս մեր մոտ երկրներից, օրինակ Արաբական Միացյալ Էմիրությունները, տեսեք հանքարդյունաբերությունը ինչ մեծ դեր ունի այդ երկրի տնտեսության մեջ, բայց հանքարդյունաբերության միջոցով օրինակ զբոսաշրջությունը, շինարարությունը ինչքան մեծ դեր են ունեցել։ Ես ուղղակի վստահ եմ, որ Արաբական Միացյալ Էմիրությունները չէր կարողանա այսպիսի բարձր տնտեսական զարգացման ու հաջողության հասնել, եթե ինքը չհենվեր իր հանքահումքային բազայի վրա։ Այսինքն ինքը իր հանքահումքային բազան օգտագործելով զարգացել է եւ ձևավորել է գերզարգացած տնտեսություն, որտեղ շինարարությունը, զբոսաշրջությունը, ֆինանսական հատվածը, ծառայությունների հատվածը շատ կարեւոր տեղ ունեն, բայց դա տեղի է ունեցել այն բազայի վրա, որը նրանց բնությունը տվել է։ Իսկ ոլորտում այլ կազմակերպություններ ունեն մտադրություն, հնարավորություններ անցնել այդ բարդ արտադրանքի Դե այս պահի երկար արժեշղթայի մասին երբ որ խոսում ենք, առաջին հերթին նկատի ունենք Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը եւ Ամուրսարի ոսկու հանքը, որովհետեւ իրապես այդտեղ շատ մեծ պաշարներ կան եւ օրինակ նույն Ամուրսարի մասին այս պահին այնտեղ ընդհանրապես երկու հանք, բայց այնտեղ եւս երկուսը կա, ընդ որում ավելի խոշորներ է։ Այսինքն իրականում այնտեղ շատ մեծ պոտենցիալ մենք ունենք եւ այս առումով այդ բալանսը պահում ենք։ Տեսեք, օրինակ, դուք շատ լավ հարց եք տալիս, մի կողմից մենք Ամուրսարի հանքն ենք բացում, մյուս կողմից կառավարությունը տասնյակ միլիոնավոր դոլարների ենթակառուցվածքային ներդրումներ է անում ջերմուկում, էլի նույն նախարարությունն էլի մենք ենք անում նույն կառավարությունը, հա, որովհետև այս բալանսը հնարավոր է պահել։ Ուղղակի դա ծախս է։ Այո, պետքա տասնյակ միլիոնավոր դոլարների ենթակառուցվածքային ներդրումներ անես ջերմուկում, պետքա տասնյակ միլիոնավոր դոլարների ժամանակակից տեխնոլոգիաներ Ամուրսարում դնես, որովհետև հին տեխնոլոգիաներով բնականաբար կառաջանան բնապահպանական ռիսկեր եւ հին զբոսաշրջային ենթակառուցվածքներով էլ հետաքրքիր չի լինի տարածքը։ Եթե այս ամեն ինչը ճիշտ բալանսի վրա ես դու բերում, ապա կարող ես ունենալ այն ինչը ես ասացի Արաբական Միացյալ Էմիրությունները դրա մեր ամենատիպիկ օրինակն է եւ բայց Միացյալ Նահանգները նույնպես Միացյալ Նահանգներում իմջայոց հանքարդյունաբերությունը շատ մեծ մասնաբաժին ունի ու գնալով էլ ավելի ուրեմն իրանք հենվում են իրենց հանքահումքային ռեսուրսների վրա, սկսած նավթից, գազից վերջացած արծաթ, պղինձ, ոսկի եւ այլ, եւ եթե կներեք Չինաստանն ու Միացյալ Նահանգները հենվում են իրենց մեծ ռեսուրսների վրա, մենք ինչպես կարող ենք չհենվել մեր ռեսուրսների վրա։ Իր հարցի շարունակությունն է, էլի փորձագիտական այսօր կարծիք հնչեց, որ հանքարդյունաբերությունը պիտի գնա դեպի խոշորացում, այսինքն այն փոքր ընկերությունները, որը տենց տրադիցիոն իրանց տրամադրվում էր լիցենզիա եւ այլն, պիտի
վերանան եւ գնա ավելի խոշորացման, դա ձեր մտքի շարունակությունն է, որ այդ շղթան լայնանալու համար պետք են խոշոր խաղացողներ։ Պետության դերը այստեղ օրենսդրական տեսակետից կա թե ոչ, այսինքն դուք եք համամիտ այն մտքին, որ մոտակա 10 տարում մեզ պետք են խոշոր ընկերություններ, ոչ թե փոքր լիցենզիա ստացողներ։ Ես կարծում եմ, որ այստեղ եթե ինչ-որ բան պիտի տեղի ունենա, դա պետք է տեղի ունենա ոչ թե պետության մասնակցությամբ, այլ ինքնաբերաբար։ Այսինքն, եթե իրավիճակը շուկայում այնպիսին է, որ փոքրերը արդյունավետ չեն, որովհետև փոքրերից ենթադրենք հանգամ նյութ չեն առնում կամ առնում են ավելի թանկ գնով կամ ծախսերը ավելի բարձր են, այդ խոշորացումը տեղի կունենա։ Եթե ուրեմն փոքրերը կարող են միավորվել, դառնալ խոշոր եւ դրա հետևանքով օրինակ ավելի երկար շղթա ստեղծել, այդ խոշորացումը տեղի կունենա։ Ես կարծում եմ, որ ես առհասարակ շատ կողմնակից չեմ պետական այդպես ուղակի միջամտություններով շուկայում աճ եւ ձախ տանելու մենք կարծում եմ, որ պետությունը շատ մեծ դերակատարում այդպիսի հարցերում չպետք է ունենա, կթողենք շուկան ինքնաբերաբար կարգավորի։ Եթե պիտի խոշորանա, ապա դա անխուսափելի է։ Եթե պիտի հակառակ պրոցես տեղի ունենա, նորից անխուսափելի է։ Հետևաբար շուկան ավելի լավ է զգում, որոշում իմ կարծիքով, քան միջամտությունները արտաքին։ Պարոն Պապոյան, գյուղապլոմանիկի եւ իրանական ներդրողների հետ դեռևս ընթանում են բանակցություններ մաքուր պղնձի նախագծի շուրջ եւ որ փուլում են այդ բանակցությունները։ Տարբեր ընկերությունների հետ ընթանում են, այս փուլում այդ ձեր հարցի շուրջ ավելի խորը պատասխան չեմ կարող տալ։ Ես եմ շնորհակալ։